այս խորհրդարանը եւ այդ խորհրդարանի ընդդիմադիր հատվածը ստացել է նոր հնարավորություն, դա իր ձայների քանակն է եւ հետեւաբար այդ հնարավորությունը պետք է ըստ ամենայնի օգտագործվի։ Ընդ որում մի բան շատ կարևոր է, ցավոք սրտի նախորդ խորհրդարանում հաճախ ընդդիմությունը ենթարկվում էր իշխանության թելադրած կանոններին, հայհոյանքներ, չգիտեմ, անգամ բանը երբեմն հասնում էր ծեծկրտուքի եւ այլն։ Սա սխալ ճանապարհ է, որովհետեւ սա հատուկ է իշխող ուժին։ Եթե դու մտնում ես իր հարթություն, այնտեղ որտեղ իրենց լավ են զգում, ուրեմն դու գնում ես պարտվելու, դու ուրիշ բան պիտի ցույց տաս, դու պիտի ցույց տաս հասուն, նորմալ քաղաքական ուժի վարք եւ հարցադրումներով եւ հասարակությանը հազար ու մի խնդրի հետ կապված պարզաբանումներով պիտի կարողանաս մարդկանց համոզել։ Սա մեկ, այսինքն ես ճիշտն ասած չեմ կարծում, որ անգամ երկու քաղաքական ուժերի պարագայում ճիշտ է հրաժարվել մանդատներից։ Սա թույլի պահվածք է, սա նրա պահվածքն է, ով չգիտի, թե գնալով խորհրդարան ինչ է անելու։ Այդ պատճառով ճիշտ է իսկապես գնալ խորհրդարան եւ այնտեղ աշխատել։ Ի վերջո մարդիկ, որ իրենց ձայն են տվել, ձայն չեն տվել հրաժարվելու համար, ձայն են տվել աշխատելու համար։ Աշխատանքի ասպարեզ, գլխավոր ասպարեզը երկրի գլխավոր քաղաքական մարմինն է, բայց պետք է ճիշտ աշխատել, սա է ամենակարևոր հանգամանքը։ Այդ լեգիտիմացումը հաճախ մեջտեղ են բերում մարդիկ, որոնք այդ բառի բուն իմաստը լավ չեն պատկերացնում